Ժամանակը լավագույն ուսուցիչն է։ Ժամանակը հավերժ է, մարդը անցողիկ։ Ժամանակները փոխվում են, մարդիկ նույնպես։ Եկել է քո ժամանակը։ Հանրայինի եթերում ժամանակի վկան հաղորդաշարն է։ Հաղորդումը վարում է շարքի հեղինակ Իրինա Բարսեղյանը։ Ի պատիվ Ռաֆիկ Նահապետյանի մենք այսօր ձեռքի տակ ունենք կորստից փրկված մնայուն արժեքներ, որոնց դեռ գալիք սերունդները կանդրադառնան։ Կարծում եմ մենք դեռ առիթ կունենանք ըստ ամենայնի ներկայացնելու գիտության մշակին, քանզի գիտական նրա ուսումնասիրությունները ոչ միայն մոտ ու հարազատ են մեր սրտերին, այլ նաև հինավուրց մեր երկրի պատմությունն են, իրական, լուրջ ու փաստարկված։ Պատմագիտության դոկտոր Էդիկ Մինասյան։ Լրացավ մեր օրերի վաստակաշատ ազգագրագետ, դասախոս, մանկավարժական եւ գիտական գործի անխոնջ կազմակերպիչ պատմագիտության դոկտոր պրոֆեսոր Ռաֆիկ Նահապետյանի ծննդյան 70 եւ գիտամանկավարժական գործունեության 45-ամյակը։ Այսօր վաստակաշատ գիտնականը մեր հյուրն է եւ կպատմի մանրամասներ անցած արգասաբեր ուղու ներկայիս եւ ապագա անելիքների մասին։ Շուրջ 46 տարի աշխատում եմ Մայրբուհում պատմության ֆակուլտետում։ Իհարկե մի քիչ ավելի թե ուսանողական տարիներն էլ հաշվենք 1963 թվականից առ այսօր կապված եմ Մայրբուհի հետ։ Եվ պատկերացրեք, որ համարում եմ իմ գրեթե երկրորդ տունը, երկրորդ օջախը, Արազատ անկյունը, որի հետ են կապված իմ կյանքի գրեթե բոլոր դրվագները, իմ կյանքի ուղին։ Ես առանց իմ Մայրբուհի, առանց իմ մասնագիտության, ես իմ կյանքը երբևէ չեմ պատկերացրել։ Ռաֆիկ Նահապետյանը ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Գեղասար գյուղում, ծառայողի ընտանիքում։ Ավարտել է տեղի 8-ամյա, ապա Նալբանդի միջնակարգ դպրոցը գերազանցությամբ։ Արմատներով Արևմտյան Հայաստանից է իմ պապերը, եկել են 1828-29 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո Էրզրումի նահանգից, պատմական Բասեն գավառից եւ ավելի բազմամարդ են դարձել Սպիտակի շրջանի Լոռու Փամբակի այդ տարածաշրջանը շիրական մուտի ընդգրկմամբ ծնողներս Գեղասար գյուղում են հաստատվել, իմ պապերը հիմնել են այնտեղ նաև եկեղեցի, իմ ամբողջ մանկությունը իսկապես որ թաղված է գյուղական կյանքի պատմության մեջ։ Այն ժամանակ ես այդպես չէի պատկերացնում, որ կարելի կլինի հիմիկվանից նյութերը գրառել, բայց այսօր կինոժապավենի նման իմ աչքի առջևով անցնում են այն տեսարանները, այն հին գյուղը, որ հետո արմատապես վերափոխվեց, խորհրդային տարիներին աննախընթաց զարգացում ապրեց, ցավոք հիմա գրեթե անշնչացած վիճակում է, որովհետև աշխատող ձեռքերի մի գերակշռ մասը փաստորեն դուրս է եկել հայրենի գյուղից եւ շատ տխուր տպավորություն է թողնում։ Երկրաշարժը երբ եղավ, տագնու վրա եղավ եւ երկրաշարժից հետո մեջքը չուղվեց, որովհետև գիտեք, որ շիրական ու գյուղի հարևանությամբ Գեղասար գյուղը էպիկենտրոնն էր երկրաշարժի։ Երկրաշարժի այդ ցնցումները հիմնականում այդ գյուղի տարածքում էր, բայց քանի որ փոքրիկ գյուղ էր, քարտեզի վրա նշվում էր շիրակամուտ, կամ գրում են Սպիտակի հյուսիս-արևելյան հատվածը, գյուղի անունը երբեմն չէին տալիս։ Ես այդ գյուղից եմ եւ այդ գյուղում իմ աչքի առաջ ես տեսել եմ դիակների ամբողջ կույտեր։ Հենց երկրաշարժի օրը ես իհարկե հասել եմ ուշ եւ կարծես լռության այնպիսի մի մթնոլորտ էր, որ չէի հավատում։ Իմ ծնողները եւս մնացել էին փլատակների տակ, բարեբախտաբար ջարդվածներ, կոտրվածներ եւ շնորհիվ իմ ընտանիքի կարողացանք նրանց առողջությունը փրկել եւ շատ շատերին էլ իհարկե գինս մասնագիտության բժիշկ է եւ կարողացանք հասնել մի շարք ընտանիքների։
1960-ից 62 թվականներին սովորել է Վանաձորի շինարարական տեխնիկումում։ 63-ից 67 թվականներին սովորել եւ բարձր առաջադիմությամբ ավարտել է Երևանի Պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը։ 1967 թվականից մինչև օրս աշխատում է Պատմության ֆակուլտետում, հնագիտության եւ ազգագրության ամբիոնում։ 1970-ից 73 թվականներին սովորել եւ ավարտել է արտադրությունից կտրված ազգագրության գծով ԵՊՀ ասպիրանտուրան։ Ինչպես ես փորձեցի մասնագետ դառնալ ազգագրության գծով։ Ես ավարտեցի Պատմության ֆակուլտետը եւ ինձ պահեցին աշխատանքի հայոց պատմության ամբիոնում։ Մենք մի շատ սիրելի դասախոս ունենք Բաբկեն Հարությունյան, որը աշխատում էր կաբինետի վարիչ այդ ժամանակ, դա 67 թվականն էր։ Դեկանը Սերով Պողոսյանը մի օր ինձ կանչեց իր մոտ, ասեց, որ նպատակ ունեն Բաբկենին տանեն դասախոսական աշխատանքի եւ իրենք նպատակ ունեն ինձ ընդունել կաբինետի վարիչ։ Դա իսկապես իմ սերն էր, իմ երազանքն էր, իմ փայփայազն էր, որովհետեւ իմ մոր եղբայրները համալսարանում էին աշխատում, ես ձգտում եմ նմանվել իրենց եւ ավարտել էի գերազանցությամբ, բոլոր տվյալները կար, բայց քաղաքի գրանցում չունեի։ Այն ժամանակ շատ պարտադիր էր Երևան քաղաքի գրանցում ունենալը, բայց քանի որ ֆակուլտետում ես կայացած մարդ էի եւ ուսանողական տարիներից նաեւ ընդունվել էի կուսակցության շարքերը, ակտիվ հասարակական գործունեություն անում, մարքսիստ պատմաբան թերթի խմբագիրն էի, անգամ խորհրդի անդամ էի, ամեն ինչ արեցին, որ զանցառնվել այդ հանգամանքը եւ ինձ աշխատանքի տեղավորեցին։ 2 տարի աշխատելուց հետո կատարվեց հրաշք, բացվեց 68 թվականի որոշում կայացվեց հնագիտության, աղբյուրագիտության եւ ազգագրության ամբիոն։ Ես համարվել եմ Երևանի Պետական համալսարանի առաջին ազգագրության գծով արտադրությունից կտրված ասպիրանտ։ Եվ այսպես 70 թվականից սկսվեց այն ուղին, որով ես առ այսօր քայլում եմ։ 1973-ից 86 ուս տարիներին շարունակել է աշխատանքը ամբիոնում, միաժամանակ դասավանդելով ընդհանուր եւ մասնագիտական դասընթացներ։ 1986 թվականի մարտին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Աղձնիքահայերի ընտանիքը եւ ընտանեկան ծիսակարգը» պատմազգագրական ուսումնասիրություն թեմայով։ ԽՍՀՄ բոհի կողմից նրան շնորհվել է պատմագիտության թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1988 թվականին դոցենտի գիտական կոչում։ 2008 թվականին Ռաֆիկ Նահապետյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Աղձնիքահայերի ամուսնահարսանեկան սովորույթներն ու ծեսերը» պատմաազգագրական ուսումնասիրություն թեմայով եւ 2010 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության բոհի կողմից նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Ես իմ անցած հետաքրքրի համար ափսոսալու ոչինչ չունեմ, որովհետև իմ թե ահվածքով, թե բնավորությամբ, թե աշխատանքում կոլեկտիվի հետ եւ ուսանողության հետ ես եղել եմ մաքուր, հանգիստ խղճով, բարյացակամ, ուշադիր, ուղղատար ուսանողների նկատմամբ։ Ես իմ զավակների նման եմ այդպես ընտրել առ այսօր։ Սա նպաստել է իմ աշխատանքի հաջողությանը եւ ուսանողները իմ նկատմամբ մինչեւ հիմա խորը հարգանք են տածում։ Բանն այն է, որ ես ամուր կապվեցի իմ մասնագիտության հետ։ Տասնամյակներ շարունակ պատմագիտության դոկտոր պրոֆեսոր Ռաֆիկ Նահապետյանը մայր բուհի պատմության, բանասիրության, միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, աշխարհագրության ֆակուլտետներում հաջողությամբ եւ մեծ արդյունավետությամբ դասավանդել է ազգագրական մասնագիտական դասընթացներ, այդ թվում ազգագրության հիմունքներ, հայ ազգագրություն, հայոց սոցիոնորմատիվ մշակույթը, հայոց կենսապահովման մշակույթը, հնագույն, հին եւ վաղ միջնադարյան սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները, Հայաստանի եւ հայերի կենցաղի ու մշակույթի մասին եւ այլ կարևոր ու արդիական առարկաներ։ Վերջին 2 տասնամյակներին Ռաֆիկ Նահապետյանն իր մանկավարժական գործունեությունը համատեղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ուր 1998 թվականից առ այսօր պատմության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչն է, իսկ 2000-ից 2004 թվականներին եղել է հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը։ 1998 թվականից նա նաեւ հատուկ դասընթացներ է վարել եւ ներկայումս էլ շարունակում է իր մասնագիտական գիտելիքները հաղորդել Խաչատուր Աբովյանի անվամբ Հայկական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներին։
Ինձ առիթ վիճակվեց, մենք մի ամբիոնի վարիչ ունենք Յուրի Իսրայելի Մկրտումյան, որը անցել էր Մոսկովյան Լոմոնոսովյան անվան համալսարանի բարձրագույն դպրոցը, շատ խելացի, ես կասեի տաղանդավոր մարդ, որը ինձ ասպարեզ բացեց, նաև այնպես էր պայմանավորվել համալսարանի ղեկավարության հետ, որ ազգագրությունը պիտի անցնեին բացի բուն պատմության ֆակուլտետից, այլ նաև համալսարանի տարբեր ֆակուլտետներում, բոլոր տեղերում ինձ վստահեց դասավանդելու հայ ազգագրություն եւ աշխարհի ժողովուրդների ազգագրություն։ Ափսոս իրենից հետո կարծես թե խափանվեց այդ գեղեցիկ ավանդույթը, ամբիոնը իր մահից հետո չասենք վերացավ, մտավ նագիտության ամբիոնի մեջ եւ միավորումից հետո այդ հնարավորությունները կարծես թե ցամաքեցի եւ բնականաբար իմ դասավանդումը սահմանափակվեց միայն աշխարհագրության սերվիզի ֆակուլտետում, այսինքն туриզմի բաժնում եւ պատմության ֆակուլտետի մասնագիտական խմբերում, առավելապես մագիստրատուրայի առաջին եւ երկրորդ կուրսերում, որոնց մոտ ես կարդում եմ հայ ազգագրության բազմաթիվ դասընթացներ։ Ռաֆիկ Նահապետյանը հրատարակել է շուրջ 10 ուսումնամեթոդական ծրագիր, 3 բոհական ձեռնարկ, ավելի քան 80 գիտական հոդված, հետևյալ ծավալուն մենագրությունները. Աղձնիքահայերի ընտանիքը եւ ընտանեկան ծիսակարգը, աղձնիքահայերի ուսումնահարսանեկան սովորույթներն ու ծեսերը, աղձնիքահայերի մանկան ծննդիր եւ խնամքի ավանդական սովորույթներն ու ծեսերը, հայոց ազգակցական համակարգը 19-րդ դարի երկրորդ կես, 20-րդ դարի սկիզբ։ Մանկավարժ գիտնականի ուսումնասիրությունների հիմնական աղբյուրագիտական հիմքը նրա կողմից 1970-ից 80-ական թվականներին հավաքած դաշտային ազգագրական եւ բանահյուսական նյութերն են, գրառված Հայաստանի ամենատարբեր բնակավայրերում։ Երբ որ ասպիրանտուր ընդունվեցի, մեզ մոտ դասավանդում էր համատեղության կարգով այն ժամանակ ազգագրության գծով շատ սակավաթիվ դոկտորներից մեկը, սակավաթիվ եմ ասում, որովհետև Հայաստանում այն ժամանակ կար ընդամենը 2 դոկտոր, մեկը Վարդ Հարությունի Բդոյան, մյուսը Էմմա Տիգրանի Կարապետյան։ Մենք ուրիշ դոկտոր չենք ունեցել։ Վարդ Բդոյանը նշանակվեց ինձ գիտական ղեկավար։ Եվ 46 լսանում անժամանակ հայոց պատմության մեծ ընթերցասրահներ, որի նաև վարիչը ես էի, ինձ թեմա էր առաջադրվել պատմական Աղձնիկ նահանգի հայերի մշակույթը։ Նա բացատրեց այսպես, ուրեմն մի մեծ քարտեզ էր Հայաստանը աշխարհացուցի քարտեզի հիման վրա, նշել էր այն տարածքները, որոնք որ այս կամ այն չափով ուսումնասիրված էին, եւ նշվել էր նաեւ այն տարածքները, այն պատմա ազգագրական շրջանները, որ բոլորովին ուսումնասիրված չէին։ Քարտեզի վրա գիտխորհրդի անդամներին բացատրեց, տեսեք, թե Հայաստանում մենք որքան հետ ենք մնում, բերում էր հարևան Վրաստանի օրինակը, թե ինչպես նրանք քայլ առ քայլ, մարզ առ մարզ մշակել են եւ գրեթե բան չեն թողել, մինչդեռ Հայաստանը գիտության առումով խոպան տարածք է, անմշակ տարածք։ Եվ ճակատագրի բերումով ինձ բաժին հասցվեց մի բարդ բնակչությունը տեղահանված, այլ էթնիկ տարրերով լցված եւ քրդագիտության մեջ այդ տարածքը Քուրդիստանի անվան տակ միջազգային հանրության ներկայացված մի տարածք, իսկ այն բնակչությունը, որոնք եղեռնից հետո կենթանի մնացածները, փաստորեն մազապուրց փրկվածները ցիրուցան են եղել աշխարհում մեկ, ես պետք է գտնեի դրանց փնտրտուքի հետևից ու գտնեի, ինչպես ասում են Սանդրեի բնակչության մեջ եւ կարողանայի նրանց միջոցով վերականգնեի այդ անդարձ կորած հայոց մշակույթի գանձերը, մեծ մասը որոնց ժամանակին հետևական չնելու պատճառով կորստյան էին մատնվել։ Իսկ այդ տարածքը Սասունն էր, Բաղիշի ամբողջ շրջակայքն էր, պատմական Տիգրանակերտի եւ նրա հարակից տարածքներն էին եւ ի բարեբախտություն ինձ սասունցիների հոց զանգվածներ կային, որոնց հետ ծանոթությունները, հանդիպումները ես ամբողջ Թալինի տարածաշրջանը, Աշտարակի տարածաշրջանը, Երևան քաղաքը թույլ տվեք ասելու, որ իմ պորտվելով մտել եմ գրեթե ամեն մի տուն, մեկ առ մեկ գրանցում եմ արել։ Հիմա իմ հրատարակած գրքերում ավելի քան 300 ընտանիքի ցուցակ ունեմ, որոնց ես տներում եղել ու կարողացել եմ գրել այն, ինչ որ հնարավորինս եղել է, լուսանկարել այն, ինչ հնարավոր է եղել, վերցնել այն, ինչ որ հնարավոր է եղել,
Բայց ափսոս, որ ես դեռ իմ գործը ավարտին չեմ հասցնում։ Նրա ուսումնասիրությունների մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայ ազգագրության պատմությանը նվիրված երկու գրքերը։ Հայ ազգագրություն մաս առաջին հնագույն եւ հին սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները Հայաստանի եւ հայերի մասին, Երևան 2010 թվական, որում ներկայացված են հայ ազգագրության աղբյուրները հնագույն շրջանից մինչև հայ մատենագրության սկիզբը։ Եվ ազգագրական տեղեկությունները Փավստոս Բուզանդի հայոց պատմություն երկում Երևան 2013 թվական, այս գրքով էլ նա սկիզբ է դնում միջնադարյան հայ եւ օտար մատենագիրների ու ճանապարհորդների գործերի ազգագրական ուսումնասիրությանը։ Ավելի քան 45 տարվա գիտամանկավարժական եւ հասարակական բեղմնավոր գործունեության համար Ռաֆիկ Նահապետյանը բազմիցս գնահատվել եւ պարգևատրվել է կրթության եւ գիտության նախարարության, ԵՊՀ ռեկտորի, Տավուշի մարզպետի պատվոգրերով, Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով, այս տարի էլ պարգևատրվեց Լոռու մարզի Մաշտոց կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպության ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին մեդալով եւ 70 եւ գիտամանկավարժական գործունեության 45 ամյակների արդիվ ԵՊՀ հուշամեդալով։ Դեռևս կան հիմնախնդիրներ, որոնք նույնպես պետք է մտնեն մեկ առանձին հատորյակի մեջ, երևի թե մնացած կյանքից տևողությունը կհերիքի, որ ես իրականացնեմ այդ շատ բաղձալի երազանք։ Ես ինձ լիարժեք բարարված եմ զգում, որովհետև այդ պատմական այդ տարածքի վերաբերյալ հրատարակել եմ շուրջ 60-70 գիտական հոդված։ 14-ին արդեն պատրաստ է, որ պիտի հրատարակեմ ազգագրական տեղեկությունները Ագաթ հայոց պատմություն երկում, եւ այս տարվա վերջում երևի թե ինձ կհաջողվի ավարտել նաեւ ազգագրական տեղեկությունները Մովսես Խորենացու հայոց պատմություն երկում։ Ավելի քան 100 գիտահետազոտական եւ ուսումնական աշխատանքներ եմ հրատարակել, որից 7-ը մենագրության կարգով։ Ազգագրությունը այնքան խորխորատներ ունի, այնքան չլուծված կնճռոտ խնդիրներ ունի, որ գետին ուզում է ձեռքը դնել կարոտ ուսումնասիրության։ Այդ առումով կարիք ունի մեր ուսանողությունը հրատարակել ուսումնամեթոդական բնույթի դասագրքեր, հարցաններ։ Ես օրինակ հիմա պատրաստում եմ հայ ազգագրության հարցարան, որ գոնե հիշողությունների իման վրա մենք կարողանանք դասական ազգագրությունը փրկել ու հարստացնել։ Ուրիշ եղանակ չկա։ Եվ սփյուռքի ազգագրությունը։ Այդ առումով իմ ձեռքի տակ է նաև ազգագրական հարցարանը, եւ քանի որ երդվել եմ, որ ես ինչքան որ պիտի ապրեմ, հայ մատենագրությունը ոտի հանեմ եւ փայփայում եմ հրատարակել առանձին սասունցիներ 2 հատորով մենագրություն։ Ամռանը այս տարիքում ես պիտի անպայման մեկ անգամ եւս սասունցիներով բնագեցված բոլոր գյուղեր այցելեմ եւ որքան հնարավոր է սասունցիներ վերնագրով աշխատությունը ոտքի հանեմ։ Իմ երազանքների մեջ եմ մտնում նաեւ ամբողջովին ոչ միայն արեմեթայ, ընդհանրապես արեմեթայ ազգագրությունը չի ուսումնասիրված, կամ ավելի ճիշտ շատ սակավ է ուսումնասիրված։ Ընտիրն է որքան հնարավոր նպաստել գոնե նյութը հավաքել, ներկայացնել, հետագայում թող դրանք դրվեն գիտական շրջանառության մեջ։ Հուղարկավորման սորույթներն ու ծեսեր հայոց մեջ։ Իմ փայփայած թեմաներից մեկն է, որը ես կապում եմ այն մտքի հետ, որ եթե Աստված ինձ ապրելու կյանք տա, դա եւս պետք է հանեմ ոտքի։ Եթե ստացվի, ես կարծում եմ, որ ինչ որ մի հետ կթողնեմ հայ գիտական անդաստանում։ Ռաֆիկ Նահապետյանը հաջողությամբ ղեկավարել է նաև տեխնացուական ատենախոսություններ, եղել է պաշտոնական ընդդիմախոս շուրջ 1 տասնյակի հասնող տեխնացուական եւ դոկտորական ատենախոսությունների։ Միաժամանակ ծավալել է նաև հասարակական քաղաքական ակտիվ գործունեություն։ Մաղթենք Հոբելյարին առողջություն, ուժ, եռանդ, որպեսզի իրագործի իր բոլոր երազանքներն ու նպատակները։ Ավարտվեց ժամանակի վկան հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրն էր պատմագիտության դոկտոր պրոֆեսոր Ռաֆիկ Նահապետյանը։
Հաղորդումը պատրաստեցին խմբագիր Իրինա Բարսեղյանը, հնչյունային օպերատոր Իրինա Գրիգորյանը, երաժշտական ձևավորող Լուսինե Մանուկյանը։ Հետևեք ժամանակի վկան հաղորդաշարի ընթացքին եւ ժամանակակիցների վկայություններից կատարեք անհրաժեշտ հետևություններ։